Կառավարության երեկվա հայտարարությունը եւ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումներից հետո առասարակ մի հարց է ընդհանրապես առաջանում. ուր եք տանում այս երկիրը ու ինչ ծրագիր ունեք եւ ինչ եք ուզում անեք այս երկրի հետ։ Եթե նկատի ունեք կառավարության նիստում վարչապետի հնչեցրած արտահայտությունը, ես ուզում եմ ուղղակի մի բան հասկանալ, մենք դուք լրագրողներդ հասարակությունը արդյոք նույն հայերենով ենք խոսում եւ հասկանում ենք խոսքը։ Վարչապետի խոսքը ուղիղ պաշտպանություն էր մեր եկեղեցիների, այդ եկեղեցիները անեղծ պահելու կոչ էր, բայց ինչու հոգեվորականությունը հանկարծ հոգեխանգարմունքի մեջ ընկավ, փոխարենը ողջունելու, որ վարչապետը իրենց մշակութային կոթողները, արժեքները փորձում է ավելի զերծ պահել ամեն տեսակ պղծումից կամ եղծումից եւ փոխարենը կանգնելու վարչապետի կողքին սկսեցին քննադատել։ Ես կարծում եմ, որ սխալ մեկնաբանվել կամ չի ընկալվել վարչապետի խոսքը, որևէ անգամ ուղիղ խոսքով չի հնչել այն մասին, որ մեր եկեղեցիները, որոնք մեզ համար հոգևոր արժեք են եւ սրբավայրեր, պիտի լինեն հենց այնպիսին, ինչպիսին պատկերացնում ենք։ Վարչապետի խոսքը ուղիղ դրա մասին էր եւ ինձ համար շատ զարմանալի ու տարակուսելի էր, որ հենց հոգևոր դասը սկսեց դրա դեմ ընդվզել, մյուսներն էլ այդպես պաշտպանելով հոգևորականությունը փորձեցին Քրիստոսից ավելի քրիստոնյա լինել։ Ես ուղղակի խորհուրդ կտամ եւս մեկ անգամ նայել կառավարության նիստի այդ հատվածը եւ լսել ամբողջությամբ ու փորձել հասկանալ նորմալ հայերեն խոսքը, որտեղ էր վիրավորանքը եկեղեցու կամ հոգևորականության նկատմամբ եւ ինչու հանկարծ եկեղեցին այսպիսի սրացումներ ունեցավ, անկեղծ ասած լավ չեմ հասկանում։ Իսկ այսօրվա գրառումները եւս ընդունելի է ձեզ համար այն բառապաշարը, որը օգտագործել է վարչապետը։ Որովհետեւ այդ մարդիկ, որոնք չեն ընկալում այն, ինչ ասում է պարզ հայերենով եւ սկսում են տարընթերցումներ, տարամեկնաբանություններ տալ, խոսքը ուղեկցվում է հայոյախոսությամբ, որը մենք տեսել ենք վերջին մեր կառավարման ընթացքում սկսած առաջի օրվանից այդ հայոյախառն խոսակցությունը կա եւ ավելի անընդունելի է, որ դա արվում է հոգեվորականի կողմից։ Հոգեվորականը, որ ունի ուխտ Աստծո հետ, ավելի շատ պիտի աղոթքի լեզվով խոսի, ոչ թե վիրավորանքի, ավելի շատ օրինակ պիտի անի, ոչ թե նզովք, բայց երբ որ դա անցնում է արդեն անձնական վիրավորանքների դաշտը, պետքա պատրաստ լինեն նաեւ լսելու անձնական վիրավորանքներ, այո։